Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ռազմավարական նախագիծ, որը կարևոր դեր է խաղում Եվրոպայի և Ասիայի միջև կապի ամրապնդման գործում։ Վերջերս տեղի ունեցավ Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղային գծի պաշտոնական բացման արարողությունը, որտեղ ելույթ ունեցան վարչապետը, էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարար և Թուրքիայի Հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը։ Դատարանը Գիգա Ավալիանիի գործով կալանավորված Դեմետրե Չիկովանիին դատապարտեց 9 տարի 9 ամիս ազատազրկման, իսկ Անին Նասկիդաշվիլիին 5 տարի 3 ամիս ազատազրկման։ Դատավճիռը կայանալիս դատարանը հաշվի առել նաև մեղադրանքի անչափահաս լինելու հանգամանքը և երկու դեպքում էլ նախնական թիվը կրճատել է 1/4-ով։ Դատախազության և ԱՄՆ-ի դեսպանատան տարածաշրջանային անվտանգության ծառայության համատեղ գործողության արդյունքում բացահայտվել են երկու կազմակերպված հանցավոր խմբեր։ Սրանք խմբեր են, որոնք հետաքրքրված անձանց օգնության առաջարկել են ԱՄՆ-ի և Կանադայի վիզաներ ստանալու հարցում, որի դիմաց ստացել են վիզաներ ստանալու փաստաթղթեր։ Վերոնշյալ անձինք կեղծ փաստաթղթեր օգտագործելով և կեղծ պատմություններ հորինելով քաղաքացիներին խոստացել են ստանալ ԱՄՆ-ի վիզաներ։ Հոկտեմբերի 4-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված 7 անձանց՝ Ալեքսանդրե Խաբեիշվիլիի, Բեքա Կելեխսաշվիլիի, Գյորգի Մումլաձեի, Մամուկա Լաբոչիձեի, Կուլիբուլ Կադախովի, Ավտանդիլ Սուրմանիձեի և Թեմուր Կուրցիկիձեի հետ կքննարկվեն մեղադրանքի ճանաչման համաձայնագրեր։ Ինչպես լրագրողներին պարզաբանել է գործի դատախազ Լաշսե Ցգվետարյան, վերոնշյալ անձինք խոստովանել են իրենց կատարած հանցագործությունները և զղջացել, այդ իսկ պատճառով նրանք կքննարկեն մեղքի ճանաչման համաձայնագիրը։ Դատարանի կողմից մի քանի օրից կողմերի միջև կնքված մեղքի ճանաչման համաձայնագիրը հաստատելուց հետո մեղադրյալները կազատվեն դատարանի դահլիճից։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պատվիրակությունը գնահատում է Վրաստանում կայացած հանդիպումները և հայտարարություն է տարածում։ Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը քննարկել են երկրների միջև մերձեցման հնարավոր ոլորտները։ Պատվիրակությունը նաև ընդգծել է, որ նախագահները շահագրգռված են Վրաստանի հետ առևտրային համագործակցությունը ընդլայնելու հարցում։ Դեսպանատան տվյալներով իշխանությունների հետ զրույցի ընթացքում ընդգծվել է Վաշինգտոնի ապագային ուղղված համագործակցության պատրաստակամությունը։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների հետ հանդիպումներին, դեսպանատունը գրում է, որ պատվիրակությունը լսել է մտահոգություններ 2024 թվականի հոկտեմբերից հետո ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, այդ թվում սահմանադրական դատարանում ընթացող գործի և ներկայիս քաղաքական միջավայրի վերաբերյալ։ Իրականում Պիտեր Ֆիշերի հայտարարությունը գերմանական պատմությամբ արատավորված զգայունություն է, երբ պատկերացնում է անցյալի անհետացումը ավելի մեծ իշխանություն է։ Այս հայտարարությունը արել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ սոցիալական ցանցում։ Ինչպես գրում է Շալվա Պապուաշվիլին, Գերմանիայի դեսպանը բավարար չի համարում վրացի լինելը, վրացին պետք է ունենա լրացուցիչ երկրորդ ինքնություն։ Հեռացող դեսպանը պետք է մտածի, թե ինչպիսի երկիր է ստիպված եղել գալ և որքան շատ բան է հասցրել այստեղ գտնվելու մասին, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Starring Georgia էկոհամակարգում ևս մեկ նորություն՝ շուտով Վրաստանում կբացվի ամենամեծ դինոզավրերի այգին՝ Դինոտրոպիան, որտեղ կներկայացվեն ավելի քան 50 դինոզավրեր և նախապատմական արարածներ։ Դինոտրոպիան կտեղակայվի Շեքվեթիլիում, լուսատու այգու հարևանությամբ և կլինի ժամանակակից կրթության և զվարճալի տարածք Սև ծովի ափին գտնվող երեխաների, երիտասարդների և հանգստացողների համար։ Սիղնաղիում 4-րդ միջազգային թատերական փառատոնը բացվել է Art Drone թատրոնի «Կենդանիների ձայնը» ներկայացմամբ, որի ռեժիսորն է Լուկա Մոնա-Արդիսաշվիլին։ Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 7-ը և կներկայացնի վրացական 8 և արտասահմանյան 3 թատերախմբեր Լիտվայից, Ուկրաինայից և Իսպանիայից։ Փառատոնի շրջանակներում առաջին անգամ կցուցադրվի Նիդերլանդների թագավորություններում գտնվող վրացական սիրողական թատրոնի «Աթինատ» ներկայացումը։